Եվրոպական միությունը սահմանված ժամկետում չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, քանի որ 27 անդամներից բաղկացած դաշինքի որոշ անդամներ փաստացի պատրաստ չեն զոհաբերել իրենց շահերը Կրեմլի վրա ճնշումը մեծացնելու համար։ Եվրոպացիները ևս մեկ շաբաթ ժամանակ են վերցրել քննարկումների համար։ Նոր փաթեթը ներառում է պատերազմից ի վեր պատժամիջոցների ցանկի ամենամեծ ընդլայնումը, ավելացնելով 250 անհատներ եւ կազմակերպություններ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում կրիպտոարժույթի միջոցով։ Ակնկալվում է, որ այն կներառի նաև ձկան ներմուծման եւ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության վետերանների համար վիզաների սահմանափակումներ։ Եվ ամենակարևորը, նոր փաթեթը նախատեսում է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հիմնական նավթային պատժամիջոցների վառելիքի առավելագույն գնի սահմանման երկարաձգում։ ԵՄ-ն խստացնում է պատժամիջոցները, քանի որ Ռուսաստանը աստիճանաբար հարմարվում եւ գտնում է սահմանափակումները շրջանցելու եղանակներ։ Մինչ օրս Հունգարիան նոր պատժամիջոցների փաթեթների ընդունման հիմնական խոչընդոտն էր, սակայն նրա ռուսամետ առաջնորդ Վիկտոր Օրբանը պարտվել է ապրիլի սկզբին կայացած ընտրություններում։ Երկրի նոր եվրոպամետ իշխանությունները դատապարտել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ անմիջապես հրաժարվել պատժամիջոցների նկատմամբ իրենց առարկություններից, թույլ տալով Եվրամիության ընդունել 20-րդ փաթեթը։ Սակայն հաջորդ 21-րդ փաթեթով պատժամիջոցների գործընթացը կրկին դանդաղել է։ Յուրաքանչյուր նոր պատժամիջոցների փաթեթի հետ պարզ է դառնում, որ ԵՄ անդամ ավելի ու ավելի շատ երկրներ են հետապնդում իրենց սեփական տնտեսական շահերը։ Սա վտանգավոր միտում է ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ Պատժամիջոցներն առաջարկվում են Եվրոպական հանձնաժողովի գործնականում ԵՄ կառավարության կողմից եւ միաձայն հաստատվում ԵՄ բոլոր 27 երկրների ընտրված իշխանությունների կողմից։ Մինչև բոլոր առարկությունները չվերացվեն, փաթեթն ուժի մեջ չի կարող մտնել։ Այս անգամ մի քանի երկրներ դեմ են արտահայտվել դրան։ Մասնավորապես Բուլղարիան դեմ է Ռուսիո պատրիարք Կիրիլի ներառմանը պատժամիջոցների ցուցակում։ Ֆրանսիան եւ Իսպանիան դժգոհ են Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը մասնակցող յուրաքանչյուր անձի վիզա չտրամադրելու առաջարկից։ Գերմանիան, Լեհաստանը եւ Պորտուգալիան դեմ են Ռուսաստանից պոլոկի, պադոկի եւ ձողաձկան ներմուծման արգելքին։ Սակայն Հունաստանն արգելափակել է նոր փաթեթի հիմնական տարի ընդունումը՝ նավթի առավելագույն գնի սառեցումը։ Այս մասին հաղորդել են եվրոպական հեղինակավոր պարբերականները, հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։